Այսօր կլսենք Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայ-ադրբեջանական օրակարգում տպավորությունը time-out է, դուք էլ ունեք այդ տպավորությունը, եւ եթե այո, ապա այդ դատարը փոխհամաձայնությամբ է ձեռք բերվել։ Երևի անշուշտ փոխհամաձայնություն կա, բայց կան նաև սպոնսորների համաձայնությունը, որովհետև վճռկայացնող կամ ազդեցիկ երկրները, որոնք որ շահագրգռված են մեր հարաբերություններով, զբաղված են հիմա Մերձավոր Արևելքով կամ Ստամբուլում բանակցություն։ Այո, Մերձավոր Արևելքը նույնիսկ երկրորդական է։ Մերձավոր Արևելքը աղմկոտ տեղ է։ Հիմա կարևորը Ստամբուլում ինչ կլինի։ Հա, դա արդեն Մերձավոր Արևելք չի, դա Ուկրաինա է։ Ուղղակի Մերձավոր Արևելքին մոտ հետաքրքիր է, որ ես նկատի ունեմ նաև Իրան-Վաշինգտոն կոնտակտը։ Մեզ համար երևի էական այստեղ է որոշվում։ Եվ նույնիսկ Հնդկաստան-Պակիստան, դրանք բայց երկրորդականն են։ Իրականում կարևորը գերտերությունները Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն։ Հիմա խաղացողները, մոդավորոշողները, օրակարգ որոշողները այդ երեքն էին, հիմա ավելացել է նաև չորրորդ ուժը, Հնդկաստանը մյուս պետությունների հետ միասին, ասենք կա Բրազիլիայի նման պետություն, Պակիստանը, նախկին երրորդ աշխարհն է ասում մի ժամանակ, նոր անկախացած պետությունները, որ ընդհանրապես չեն երևացել քարտեզի վրա, ուղղակի բրիտանական, ֆրանսիական, պորտուգալական, չգիտեմ ինչ էր, հիմա նրանք արդեն այնքան տնտեսական ազդեցիկ։ Դա որ ասեցիք, ուզում եմ հարցնել, Հնդկաստան, Պակիստան մենամարտը ում օգտին ավարտվեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգտին։ Շահեց Ամերիկան, ասեց դադարեցրեք, այսինքն հեղինակությունը դադարեցրեք։ Դա նաև մյուսների համար էր բանել, որ տեսեք, նրանք ինձ լսում են։ Դա հետաքրքիր բան էր։ Ես նույնիսկ կարծում եմ, որ մի փոքր դա խաղային է։ Այսինքն այն դադարը, որի մասին խոսում ենք, երկար կտևի, հա, հայ-ադրբեջանական։ Ճիշտ այնքան մինչև որ այդ ուժերը կարող այսպեսի մի խնդիր կա, մեր մոտ սկսվեց Արցախում, Ղարաբաղում սկսվեց ինչ-որ գործընթաց, ու հիմա դա շարունակվեց Ուկրաինայում, ու Ստամբուլում տեսնենք ինչ են որոշելու, այսինքն պատերազմի արդյունքը և նպատակը համընկնում են, թե չէ, մասնակիցներ ասեմ, կամ կողմերը հասան իրենց նպատակին, ոչ միայն Ռուսաստանը և Ուկրաինան, եթե ուղղակի հայտարարվում է այգոնը մի քանի օր առաջ այդ քառյակը, մեծ քառյակ ասենք, չէ, Գերմանիան, Բրիտանիան, Ֆրանսիան եւ ասենք Լեհաստանը, իդեմս Լեհաստանը մյուս պետությունները, այդպես է Լեհաստանը ներկայացնում էր Եվրոպայի փոքր պետություններին կամ միջին պետություններին, նրանք կտրուկ հայտարարություն։ Այսինքն Միացյալ Նահանգներն ասում են ձեր մուրը ձեր գլուխը, հա, ես դուրս եմ գալիս։ Չէ, նա ասում է այդպես, այստեղ բարի եւ չար քննիչների հարցն է։ Կոշտ Տրամպին դա օգուտ է, այսինքն եվրոպացիները աջակցում են Տրամպին, ասում են, նայ, եթե Տրամպի պայմանները չեք ընդունում, մենք ենք արդեն մեր խոսքը ասելու։ Դե խթանվում է Եվրոպան հիմա կանգնած է մեջ։ Այո, այ պատերազմի արդյունքներից մեկը մենք չգիտեինք, մենք անտեղային եղավ այն, որ միլիտարիզացիա սկսվեց Եվրոպայում։ Միլիտարիզացիա դրանից բացի այդ դադարեցվեց ներգաղթի, այսինքն այսպես ասենք, սոցիալական բեռը Եվրոպան թոթափում է։ Դադարեցնելուց բացի, հիմա դուրս հրավիրելու գործընթաց են սկսում։ Հա, այսինքն բրիտանացիները շատ կոշտ օրենք են ընդունում։ Դե իզուր չի, որ ազգայնականները, մեղմ եմ ասում, չէ, պահպանողական ասենք, դրանք եկել են իշխանության, որտեղ էլ որ չեն եկել, օրինակ Գերմանիայում իշխանության չեն եկել, բայց Գերմանիան եւ աշխարհը մենք գիտենք, թե գերմանացիները ինչ կարող են անել։ Լավ, գանք մեր կա հավանականություն, որ Երևանը եւ Բաքուն համաձայնեցրել են հայկական ընտրությունների ժամանակացույցը։
Դա կարևոր բան է, ընդհանրապես նրանք հաշվի առնում են։ Մենք ճիշտ այնպես ինչպես մենք ենք հաշվի առնում, մենք աջակցում ենք որևէ կողմի, օրինակ Ալիևին, թե Էլչիբեին, իմ պատգամավոր եղած ժամանակ մեր օրակարգում դա կար։ Խանգարենք, թե չխանգարենք, օրինակ մարտական գործողություններով, դիվանագիտական, քաղաքական ջանքերով մենք կարող էինք օգնել կամ խանգարել, օրինակ Նախիջևանի նահանգապետը Ալիևը մենք կարող էինք նպաստել նրա կարիերային կամ խանգարել, օրինակ Նախիջևանի նկատմամբ բլոկադա անելով այն ժամանակ։ Ես կարծում եմ, որ անպայման դա դեր կատարում է։ Ու նորից եմ ասում, քանի որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ միայն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններ չեն։ Կան ուժեր, որոնք շատ ազդող են եւ կարող են ազդել եւ մեր վրա, կարող են ազդել եւ Ադրբեջանին, կարող են ազդել եւ մեր կարգավիճակի վրա։ Մենք նրանց կարծիքը հաշվի ենք առնում, օրինակ Եվրոմիության կարծիքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կարծիքը եւ Ադրբեջանն է հաշվի առնում։ Երբեմն միջնորդված ձևով, ասենք Թուրքիայի կամ Ֆրանսիայի միջոցով։ Մեզ Ֆրանսիան է ասում Ադրբեջանին Թուրքիան։ Ես կարծում եմ, որ կարևոր է փոխկապակցվածություն կա, շահկապված են։ Այ ռուս-ուկրաինական պատերազմի դաթարը եւ հետո ինչ կլինի, դա նույնիսկ շատ հնարավոր է, որ իրենք էլ ովքեր որ դա նախաձեռնել էին, երևի որոշ բաներ անակնկալ էր, օրինակ Ուկրաինայի դիմադրությունը փոխեց ծրագիրը։ Փոխեց այն ժամանակ դառնում էր, ասենք Լեհաստանն ու Ռումինիան, Հունգարիան էին դառնալու պատնեշը։ Իսկ հիմա Ուկրաինան իր վրա վերցրեց գործառույթ ստացավ Ուկրաինան 800,000 զինվոր Եվրոպայում ոչ մի բոլորը միասին այդքան զինվոր չունեն ու մարտական փորձով գերմանական բանակը որպեսի թափ հավաքի նրան առնվազն 5 տարի պետք է որ սերժանտներ պատրաստի այ առաջի կուրսը ավարտած լեյտենանտ ունենալու համար 4 տարի պետք է սովորի, չէ՞ մարդը։ Ու լեյտենանտը գնդապետ չի, գումարտակի հրամանատար չի։ Պատկերացնում եք Գերմանիան, մեր պրուսական տրադիցիաներով, օրինակ մենք գիտենք, որ Վերմախտը Ռայխսվերը, երբ որ դարձավ Վերմախտ, յուրաքանչյուր երրորդ զինվորականը Գերմանիայում 30-ական թվականներին սերժանտ էր։ Յուրաքանչյուր 5-րդ զինվորականը սպայր, թակ, այսինքն դա ական էր, հենց որ զորահավաքը եկավ, շարքայինները, հետևակայինը, դա կարելի էր բերել գյուղից դասգահի մոտից բերել, բայց սերժանտը եւ սպան Գերմանիան պահել էր, հիմա չունի, ոչ Բրիտանիան ունի, ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան, չունեն բանակ, Ուկրաինան Եվրոպայի գլխավոր ուժն է, Ռուսաստանի հետ միասին։ Ազգային ժողովում, եթե հետևում եք, հա, այո, այն բանավեճը, որի ականատեսը մենք ենք դա, նախընտրական վարժանքներ են արդեն սկսվել, թե սովորական պրոցեդուրա է, որով անցնում են ընդդիմությունն ու իշխանությունը, ինչպես միշտ է եղել։ Հմտության խնդիր կա։ Ես օրինակ երբեմն մտածում եմ, եթե բրենդի նշան լինի, ինչ բրենդ կարելի է դնել, ինչ նշան։ Ես կարծում եմ լեզվանիության։ Այն մեր ազգային ժողովը խորհրդանշական բավոր լինի, լեզու պետք է մի հատ լինի, երկկողմանի լեզվանիներ են, այսինքն դա խորք չունի, նրանք ուրիշ բան չեն էլ կարողանում անել, երկու կողմից էլ, այսինքն բանավիճող կողմերը, ես տեսեք նույնիսկ ընդդիմություն չեմ ասում, նախկին ու ներկան հմտացած են լեզվակռվի մեջ, դրա համար իմիջիալուց նախորդ նախագահներին, երբ որ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է, ասում է, եկեք ձեզ լեզվակոխ անեմ։ Տեսնում են որակը, ասում են չէ, ակնհայտ է, որ կպարտվեն, բայց գործ չի արվում, դա օրակարգը չի, վերադառնամ օրակարգին, ուրեմն նրանց հմտությունը հենց պարլամենտ բառը նրանք բառացի են հասկացել, հայերեն ավելի են խորհրդարան, սա խորհրդարան չի, սա զրուցարան է։ Այդ ճիշտ եք ասում, հասկանալի է, բայց
Զուգահեռաբար տեսեք ինչ է ծավալվում, որ ասում եք խորքային չի։ Ես ամեն օր հանդիպում եմ պետությանը վերադարձված գույքի գումարի հաղորդագրությունների։ Կապ ունի այդ մթնոլորտի։ Ձեր հարցին, դուք ինձ ուզում եք նորից բերեք ձեր հարցի պատասխանը ուզում եք ստանալ ինձանից։ Ուրեմն առաջինը հմտությունը մենք արդեն դա քննարկեցինք, երկրորդը ժամանակավրեպ նախընտրական կամպանիա։ Ինչու է ժամանակավրեպ։ Կհոգնենք մենք մի տարի, մենք իրենք չեն հոգնել, ինչ է եղել։ Չէ, իրենց հմտությունն է, դա իրենք արիստոկրատիա։ Այնքան բանկապետությանը վերադարձնելու ամեն Չէ, դա քննիչ, դա իրավական կողմ, արդեն ստանում ես բանտում փակում ես, ռեսուրսները վերցնում ես, պետ պատվերով փաստաբան ես տալիս։ Ռեսուրսները վերցնում ես, որ դու փաստաբանին վճարես պետությունը ու հարցը փակվում է։ Դա պետության օրակարգ է, թե այդ ուժերի քաղաքական օրակարգն է։ Պետության օրակարգը դա է։ Պետության օրակարգը ռեսուրսը եթե հայտարարվում է ապօրինի, թալան ասենք, ինչ ասենք, նո անհասկանալի, պետության համար անհասկանալի։ Թալանը միայն նախկինին չի վերաբերում, թե միայն նախկինին է վերաբերում։ Չէ, այսօր մատնացույց արվեց նաև արդեն գործողների հասցեին այդպեսի բան։ Հիմա չմոլորվենք հանկարծ այս իհարկե, մենք ակնհայտորեն միամիտ ենք, բայց ոչ այդքան։ Չէ։ Մեր միամտությունը թվացial է որոշ իմաստով հաջորդ իշխանությունը սա դա բանով է հետադարձ հայացքի բանն է սա ինքնա քննադատությունը սահման ունի ինքնասպանություն չի դա սրանք իհարկե սանիտարական միջոցառումներ անցկացնում են սանիտարական հատում դա կոչվում է սանիտարական հատում երբ որ իշխանության մի թևը մյուս թևին մանավանդ սահմանադրություն չի ընդհանրում դա իմիջիայլոց մեր սահմանադրությունը հակակշիռներ չունի դատական իշխանությունը գործադեր եւ օրենսդիրը իրար հավասար կշռող եւ հակակշռող չեն մի ուղղահայացք կա վերևից երբեք չկա այդ իրավական պետության ինստիտուտները չեն գործում ուրեմն սա սանիտարական հատում է նորից եմ ասում լեզվի խնդիր է այսինքն քարոշություն պրոպագանդիստական ակցիա է եւ ուրեմն եթե ես վերջապես պատասխանեմ ձեր հարցին նախընտրական իրենք անհանգստացած են նախընտրական կամպանիա իրենք իրենց վարկանիշը տեսնում են մենք չգիտենք մենք այդպեսի հնարավորություն նկատի ունենք բոլորին երկկողմանի հները եւ նորերը նրանք տեսնում են իրենց վարկանիշը երկրում էլ ուրիշ ուժ չկա այսինքն այո պայմաններ չկան իրենք այնպես արեցին որ նոր հեղափոխություն կարող է լինել ճիշտ այնպես եթե ժամանակին հանրապետական կուսակցությունը եւ իր դաշնակիցները պայմաններ ստեղծեին քաղաքական գործիքներ ձևավորեին քաղաքական կուսակցությունների միջոցով այլընտրանքային ծրագրեր զարգացման մշակվեր ու իրենք հանձնեին գնային մնալով ինչպես աշխարհում ընդունված է հանրապետականներ եւ դեմոկրատներ ամերիկայում կամ աշխարհում կան մարդիկ իրար էստաֆետայով փոխում են իրար մերոնք չարեցին ուզեցին յուրացնել իշխանությունը այ մնալ կոմկուս դա կանոնը ցակումով էլ կոմկուսից էին չէ ինչու բայց Բարգավաճ ստեղծվեց, օրինաց ստեղծվեց, ազգային միաբանություն ստեղծվեց, հա, Չեռնամիրդինի բանաձևը ինչ ուզում եք անեք կոմկուս է ստացվում, որովհետև ուրիշ բան չգիտեին նրանք անել։ Կային մարդիկ, որոնք որ կարող էին դա անել, բայց նրանք լուսանցքում էին։ Ուրեմն փորձը այ նույնիսկ մեր սխալի վրա մենք չսովորեցինք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հեղափոխություն է պատրաստում, հաջորդ դատավարություններն է պատրաստում։ Այն ինչ որ հիմա ինքն է անում, անելու են իր հետ։ Քրիստոնեական բան է, արա ինչ որ կուզես որ քեզ չանեն։ Ուրեմն պետք է քաղաքական կուսակցությունները մրցակցային հավասար պայմաններ ունենան։ Մեր մոտ դա բացակայում է։ Մենք ասում ենք մրցակցային, բայց հավասար չեն։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը, այսինքն հները եւ նորերը մրցակցություն մեջ շատ մեծ ռեսուրս ունեն ուրիշ չի առաջանում ամայի է այնտեղ չեն կարող օրինակ այդ եվրա քվեն ի վիճակի չի մրցակից դառնալու
Հոկտեմբերի 27, մարտի 1, որ վերաթարմացվում է այդ նպատակով։ Չէ, դա ընդհանրապես օրակարգում պետք է լինի ազատ ժամերի համար։ Այ ազատ ժամերին, աշխատանքից ազատ ժամերին զբաղվենք, հիշենք դա կանխարգելող, որ հանկարծ էլ չլինի։ Դա ազատ ժամերին պետք է լինի։ Իրավապահ մարմինները պետք է դրանով սուս զբաղվեն։ Դա փակ է։ Դրանք ընդհանրապես գրիֆով են արվում։ Չի կարելի բացանել հակառակորդին, չէ, թաքնվողին, հանցագործին, մենք նախազգուշացնում ենք, ինչ գիտենք եւ ինչ ենք ուզում իմանալ։ Դա պետք է գաղտնի արվի, փակ արվի, մինչեւ հասնի դատարան։ Ինչու է միշտ աղմուկով ուղեկցում ամենը։ Որտեղ գործ չի, ես ասում եմ, նրանք չգիտեն, գործ անող չեն։ Ես չեմ ուզում անուններով ասել պատասխանատուներին, ակնհայտորեն պրոֆեսիոնալ չեն։ Նրանք հայտարարություն անող են ու դա լավ են անում։ Ես միշտ բողոքում եմ, ասում եմ, որ լեզվի մասին օրենքը բարբառով, պետական լեզվով չեն խոսում։ Impeachment-ի հայտարարումը լեզվի սայթակում է, ինչպես դուք նկատում եք։ Թե ընդհանրապես դա վարկաբեկող բան է։ Ինքնավարկաբեկում է, հայտարարեցիր պետք է անես։ Այսինքն դուք ուժերը չես չափում, բան ես սկսել, չէ, գործ ես սկսել։ Արդյունքը, այսինքն ձախողման հաջորդ այդքան անլուրջ, հա։ Այդքան դե ակնհայտ է, որ չի կարող դա լինել։ Ակնհայտ է։ Դա չի լինում ընդհանրապես, երբ որ երեկը հետ կա, էլի, ասենք այսօր ամսի 5-ն է։ Մենք չենք կարող ասել, դա չի լինում, անբնական է դա։ Մենք վատնում ենք պետական ռեսուրսները, մեր ծրագրերն ենք, մեր երկրի զարգացումն ենք մենք վատնում։ Հարկավոր է ծրագիր ներկայացնել։ Անձնավորությունը կարևոր չի։ Ծրագիրը բերեք, զարգացման ծրագիր, չէ՞։ Բոլոր բնագավառները տնտեսական, սոցիալական, արտաքին, ռազմական այդ ծրագիրը բերում եք, impeachment-ը հետևանք է։ Մենք պետք է տեսնենք, մենք եւ մեր ունկնդիրները ինչ են կընտրում, սրան հեռացնելով, ինչ են կընտրում։ Ինձ որ դուք հեռացրեցիք, հիմա ասեք ձանձրացա ազատ։ Մեկին պետք է բերեք այստեղ, չէ՞, այնտեղ պետք է մեկը իշավոտնուքի վրա նստած լինի։ Այսինքն չունենք մենք այդ ծրագիրը։ Impeachment-ը ենթադրում է, որ նա սրանից լավն է։ Այ ում որ մենք ենթադրում ենք, որ կբերենք, կընտրենք, պետք է լավը լինի, գործունյալ լինի, արհեստավարժ լինի։ Այդ դա չկա, ասում ես սրան հանեցինք, հետո ով է լինելու։ Հանեցինք, լավ։ Ինձ ուղարկեցիք, ով է գալու խոսելու։ Դուք մենակ եք խոսելու, այդպես է ստացվում։ Ես խորհուրդ եմ տալի փաստորեն օգնում եմ։ Ծրագիր ներկայացրեք եւ քարտեզը, ճանապարհային քարտեզը, ինչ փուլերով դուք դա պետք է անեք, ձեր նպատակը եւ շատ ցանկալի է, որ անձնակազմը շարք կանգնեն ձեր ապագա կադրերը։ Այդ դեպքում impeachment-ը մենք ենք անում, իրանք չեն անի։ Ընթառաջ գնալով մեր ցանկությանը։ Այսինքն այս մթնոլորտում ենք ապրելու, թե ցավոք սրտի ես հույս ունեմ, որ մի բան այդ դրաման եմ ասում, սպոնսորները թող վերջացնեն իրենց եվրոպական կռիվը։ Մենք ինչքան թափանցիկ ակվարիումի մեջ ենք ապրում, էլի։ Մեր բնակարանը Շուշաբանդ էինք ասում։ Այսինքն Մոսկվան ազատվի Ուկրաինայից, գա Երևանով զբաղվի։ Չի, Մոսկվային հանձնարարում են։ Մոսկվան երբեք ինքնուրույն այս կողմերում չի երևացել, որպես ֆորպոստ։ Ինքը արում է Եվրոպայի ֆորպոստն է եղել Իվան ահեղեն ասում, իմիջիալից Իվան Սարսափելի է եղել, իսկականը Գրոզնի չի, Սուրովի։ Ուրեմն Իվան հանձնարարել են որպես ֆորպոստ փակի վերջապես այդ տափաստաններից եկող արհավիրքից ու եւ Հռոմի պապը եւ բողոքականները շնորհավորեցին Իվան Գրոզնին, ասեցին գրավի Աստրախան քեզ, իսկ Կովկասի համար այո Թուրքիայի թիկունքում մտի հայկական վրացական պետություններ սարքի, այսինքն Ռուսաստանը գործառույթ ունի եւ պարտաճանաչորեն երկու համաշխարհային պատերազմը իր տարածքում են եղել։ Երկրորդը գոնե որ մենք գիտենք ինչ գին վճարեց։
անգլոսաքսոնների զենքը կռվեց Ռուսաստանի տարածքում։ Մարդ տվեց Ռուսաստանը, աշխարհը մինչև հիմա շնորհակալություն է ասում եկան 80-ամյակին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանին կհանձնարարեն այստեղ կարգ ու կանոն եւ անվտանգություն ապահովել, ինքը ջանքեր կթափի, բայց թափված, ինչպես միշտ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Զավերի համար։ Ազատ Արշակյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր։